Բարի երեկո բոլորին, բոլոր ընկերներից, ծանոթներից եւ անծանոթներին ուզում եմ շնորհակալություն հայտնել այսօրվա իմ մեքենայի գողության հետ կապված արձագանքելու, կոմենտներ գրելու, խորհուրդներ տալու, անհատական նամակներով ինձ գրելու եւ իհարկե այս նյութերը տարածելու համար։ Ես ոստիկանություն դիմել եմ անմիջապես, հենց որ տեսանյութը որ գողությունը եղել է, ու դե արդեն ուշ էր, որ ես ինչ-որ բան ձեռնարկեի, ես ընդհանրապես մտել եմ սենց եղավ պատմությունը, մի խոսքով, պտղնի դաչաներում գործ էինք անում, ահագին մեծ քանակի ապրանքներ պիտի պտղներից աշտարակ տանեինք ու մի բեռնատար մեքենա էլի, հնդիկների էի հետս տարել, ովքեր եկել էին աշխատելու, իրենք այդ գործը անելուց հետո շատ հոգնեցին ու ես առաջարկեցի, որ այդ պտղնի աղբյուրի մոտ կանգնենք, այնտեղ համ այդ սառը ջրից խմենք, համ էլ այնտեղ հացատուն կա, որպեսզի բոլորին շաուրմա հյուրասիրեմ։ Ու տենց մինչ շաուրմայի պատվերն էինք անում ու եկա, որ մեքենայիցս բարսետկաց վերցնեմ, որ գնամ վճարեմ, այդ ընթացքում արդեն այդ գողությունը եղել էր, վարկյանների ընթացքում է եղել, ասենց քայլել եմ, մտել եմ շաուրմայանոց դուրս եմ եկել ու այդ գողությունը այդ ընթացքում եղել է։ Մեջը շատ կարևոր բաներ են եղել, բացի նրանից, որ մոտ 50,000 դրամ, տես մի 48,000-ի կարգի էլի դրամ, ու այդ գումարը մոտս էր, որպեսզի հնդիկներին վճարեի, մեքենայի այդ բեռնատարի գումարը վճարեի, այդքան երկար տարածության համար, ու բոլոր փաստաթղթերս բանալիներ, այդ թվում մեքենայի բանալի, մեքենայի փաստաթղթերը, իմ ID քարտը, մի խոսքով լիքը կարևոր բան կա այդ պայուսակի մեջ ու ես համաձայն եմ հիմա, որ ինքը դա միտեղ թող գցի, ինչ որ մեկը թող գտնի, այնտեղ մեջը իմ բոլոր փաստաթղթերը կան, ինձ գտնելը դժվար չի, կամ թող հանձնի ոստիկանությունը, ոստիկանություն տա ինձ։ Այդ կոմպրոմիսին ես գնում եմ, որովհետև այդ ամեն ինչը փողից ավելի կարևոր է։ Բայց դե շատ վատ է, որ կան սենց մարդիկ ու այս ձևով են փորձում իրենց հացը վաստակել ճակերտների մեջ ու բոլորս էլ գիտենք, որ ցանկացած արարքի դեպքում վերևը Աստված կա, ով որ դա գիտի, սենց բաներ չի անում, ով էլ չգիտի, պահը կգա ու ինքը անպայման կիմանա, որ վերևը Աստված կա։ Շնորհակալություն ժողովուրդ ջան, սենց ամեն ձև աջակցելու, աջակցության խոսքեր գրելու, լավ խորհուրդներ տալու, շատ ուրախ եմ, որ ձեզ ունեմ։ Այսօր այսքանը, ընթացքում նորություններ որ լինի, կկիսվեմ, կիմանաք։ Ողջույն սիրելի մարդիկ, երեկվանից բոլորդ էլ արդեն գիտեք, որ մեքենայի դուռը բացել են, իմ պայուսակը գողացել են եւ քիչ առաջ ինձ զանգեցին Տիգրան Մեծի վրա մի խանութից, բուտկա խանութ էր, շատ լավ մարդիկ էին, իրենք ուրեմն գտել էին իմ պայուսակը, որը որ բերել թողել էին իրենց խանութի վրա եւ այս խանութի կենցաղ խանութի միջոցով, որի կլիենտը ես եմ, ուստեղ հեռախոսահամար ունեն, ինձ փոխանցեցին, որ քո պայուսակը գտել են։ Ուրեմն տեսնենք ինչա գողը տարել ու ինչա թողել։ Դե արդեն ասել էի, մոտ 50,000 դրամ գումար կար մեջը, որով որ պիտի բեռնատարի վարորդին վճարեի, հնդիկներին վճարեի ու մնացած ծախսերս անեի, որտեղ այդ օրը տենց ապրանքի տեղափոխման գործողության մեջ էի, բայց ամենակարևորը ասեմ, որ իմ բոլոր փաստաթղթերն ու բանկի քարտերը կան, պատկերացրեք ինչ գլխացավանք կլներ նորից պրավա ID քարտ, մեքենայի ցեխանձնագիր, նման բաներ նորից հանելը, այնպես որ սրանք կան, շատ լավ է։ Ես տեղ ունեմ ահագին խանութներ, որ օգտվում են կուտակային քարտեր, որոնց մեջ կա գումար, դրանք նույնպես տեղում են։ Գումարը դե բնականաբար այդ 50,000 դրամի չափով գումարը չկա, ստեղեր ինքը, այս իմ դրամապանակն է, սա իմ բանալիների ու կոպեկների դրամապանակն է, կոպեկներից մնացել ահագին կոպեկ կար, երևի 1000 դրամից ավել, տեից մնացել է 70 դրամ, չգիտեմ ինչի է սա որոշել ինձ թողնի, ես սրանով ինչ եմ անելու էլի, եւ բանալի։
Մյուս բանալից նույնպես կա, ամենակարևորը մեքենայից միակ բանալին կա, ես ուղղակի իմ հեռախոսի մեջ ունեմ բանալուն փոխարինող ծրագիր, դրա համար կարողացել էի, հետո մեքենաս տեղում չէր մնացել այնտեղ, քշել էի, գնացել էի, բայց եթե օրինակ այդ ծրագիրը չլներ, իմ մեքենան ուղղակի սենց կանգնած էր մնալու Սևանի տրասայի վրա։ Սրանք ասեցի, անձեռոցի կա թողել, չի տարել ու իր զաժիգալկաներից մեկը նվիրել է ինձ, մի հատ ես ունեի, մի հատ էլ ինքը նվիրել է, այսինքն թողել է պայուսակի մեջ։ Այն շուրթերը, որ չորանում են, որ քսում եք այդ պամադաներից է, սա պահում եմ, որտեղ այդ խնդիրը ունեմ չորանալու շուրթերի, դրա համար սրանից ունեի, սա հուսամ չի քսել իրան, կզզվեմ։ Ու թզբեհը սա գողացել, շատ լավ թզբեհ ունեի, ոչ որպես գողական ենթամշակույթ էլ, ուղղակի ես սիրում էի մեկ-մեկ սենց երբ որ զբաղմունք էր պետք ձեռքին, որ դա լիներ։ Եվ թանգանոց գրիչ ունեի, դա է գողացել է ուրեմն ծիկտակը, նոր էի առել, մեջը լիքը ծիկտակ, ծամոններս, որից մի հատն էի ծամել, էպել է գողացել եւ կանֆետներ ունեի, դրանք էլ կերել է։ Հալվող կանֆետներ չէին էլի, պարզայի շոկին ավտոյի մեջ կանֆետ տենց չես պայի, շոկոլադ չէր, բան չէր, բաներից էր, վիտամին C կանֆետներից էր։ Եվ հաջորդը ասեմ, այդ խանութին հատուկ շնորհակալություն եմ ուզում ասել Գագոդյադյային եւ Տիկնոջը խանութում աշխատող, չգիտեմ իր կինն էր երևի։ Ես փորձեցի որպես շնորհակալություն դրամական նվեր տալ, իրանք կտրականապես մերժեցին, հակառակը ինձ սուրճ հյուրասիրեցին սառը, որի կարիքը այս պահին շատ ունեի, ես էլ իրանցից գնեցի արաբիկա սուրճ, որ գնամ տուն ու խմեմ, այսքան բան, բայց գողը պիտի բռնվի։ Ողջույն իմ շատ սիրելի ընկերներ, հետևորդներ, ծանոթներ եւ անծանոթներ։ Ես այս վիդեոին պատրաստվել եմ մոտ 20 տարի, մի քիչ էլ ավել։ Երբ որ առաջի անգամ գնացի ավտոդպրոց մեքենա քշել սովորելու, ես հատուկ մեքենա քշել սովորեցի, որպեսզի մեքենա քշելու ընթացքում, այս բանին կարմիրի տակ եմ կանգնած, հեսա ավտոն կշարժվի, որպեսզի քշելու ընթացքում վիդեո նկարեմ, որովհետեւ դա բոլորը անում են, իսկ ինչի պիտի ես չանեմ, ոչ։ Օրինակ ամենակարևոր մտքերը դու պիտի հայտնես մեքենա քշելուց, որովհետև դա բարձրացնում է հավանականությունը, որ ավարիա կտաս, օրինակ կգնաս, կխփես դեմիդ ավտոյի, կամ մեկին կգցես ավտոյի տակ։ Օրինակ քիչ է չէ լինում դեպքեր, որ մեկին գցում եք ավտոյի տակ, բայց սա բարձրացնում է դրա հավանականությունը, որ դուք կատարեք վրա երթ եւ ձեր մասին Գագիկ Շամշյանը կգրի։ Հիմա ասածս ինչ է, այս եթեր անել կամ վիդեո անել մեքենա քշելու ընթացքում ունի իր շատ լավ կողմերը։ Օրինակի համար դա այն հազվագյուտ տարբերակներից է, որ բոլորը կիմանան, որ դուք ունեք մեքենա, իսկ օրինակ եթե դուք մեքենայի մեջից վիդեո չանեք, ոչ մեկ չի իմանա, որ դու ունես մեքենա, կիմանան սաղ թե ոտով ես ման գալիս, կամ ասենք ավտոբուս ես նստում, բայց հենց բոլորը իմանում են, որ դու ունես մեքենա, այդ մեկ մի լավ կողմը։ Մյուս լավ կողմը, սա իմանում են, թե դու այնքան զբաղված ես, որ սա քո միակ պահն է, որ դու կարաս եթեր անես կամ վիդեո նկարես քո կարևորագույն մտքերը աշխարհին հրամցնելու համար, բայց իհարկե սա միակ կողմը չի, բոլորս էլ պարապ ենք, բայց ամեն դեպքում բոլորը կմտածեն, ասեն արայես ինչ զբաղված տղա է կամ զբաղված աղջիկ է օրինակի համար, որ ինքը մենակ քշելու ընթացքում է կարողանում աշխարհի ամենակարևոր բաները մեզ ասի, որտեղ եթե այդ ասելիքը դուք չլսեք, դուք ձեր կյանքը անիմաստ կլինի։ Եվ երրորդ ամենակարևոր կողմը, որ կարող է ունենա այս մեքենայի մեջ վիդեո նկարելու մշակույթը, դա գիտեք որն է։ Դուք կարողանում եք ձեր դեմքը իր ամենագեշ ռակուրսով հրամցնել ձեր հետևորդներին եւ ընկերներին։ Ամենագեշ, այն ամենավատ ռակուրսը կարողանում եք հրամցնել ձեր ընկերներին։ Հատկապես հիմնականում sense տակից է լինում, իսկ այս տակից լինելու դեպքում վաղշը մի հատ լավ թույն առավելություն կա, որ քիթը տակից երևում է։ Երբ որ քիթը տակից երևում է, մարդիկ կարան ձեր քթի բոբոն տեսնեն օրինակի համար, եթե դա լինի, էլի, երկայնը չորացած քթի բոբոն կարա երևա։ Քթի մազերը կարան երևան, այսինքն լավ կողմեր ունի, էլի, մի խոսքով բոլորը ցենց մեքենայի մեջից անպայման արեք վիդեոներ, արեք ուղիղ եթերներ, որ բոլորը տեսնեն, որ դուք ունեք մեքենա ու շատ զբաղված ու կարևոր մարդ եք, եւ գնացեք խփեք դեմի ավտոյին կամ էլ մեկին լղջեք։ Մի խոսքով, այսինքն հետաքրքիր բաներ ձեր համար։